Ոչ ոք անթերի ու կատարյալ չէ։ Բոլորս էլ ինչ թերություններ ունենք։ Ոմանց համար դրանք խոչընդոտ են դառնում, ոմանց համար էլ նշնչանքի աղբյուր։ Այս հեռուստանովելն այն մարդկանց մասին է, որոնք ուզում են հաղթահարել ճանապարհին ծագած բոլոր դժվարությունները եւ դրանք հաշվի չառնելով առաջ գնալ։ Նրանց պարզապես մի փոքր քաջալերել է պետք։ Աղջիկս, սա դիվակարն է։ Դիվակար, սա մեր աղջիկն է, Թափկին։ Ողջույն։ Նամաստե։ Տղաս, արի նստիր այստեղ։ Արի, լավ։ Պոնամ ջի, հյուրասիրիր մարդկանց։ Այո, հիմա։ Ամեն ինչ կբերեմ, բայց արի օգնիր ինձ։ Ես մի րոպեից կգամ։ Ներեցեք, ես հիմա կգամ։ Ես էլ մի րոպեից կգամ։ Հայրիկ, բայց նա կակազում է։ Լռիր։ Ես ոչինչ չեմ ասի։ Մամ, այդ տղան Թափկիից կարճ է։ Դա ինչ է, չէի՞š նկատել։ Պոնամ ջի, նկարից դա ինչպես է հասկանալու։ Ինչ է եղել, հայրիկ։ Աղջիկս, Ինչպես թե ինչ է եղել։ Այդ տղան քո թևի տակից է։ Դու դա չտեսար։ Աղջիկս, այնքան տարօրինակ էր, երբ կանգնել էիք իրար կողքի։ Ես համաձայն չեմ այս ամուսնությանը։ Հենց հիմա կգնամ ու կասեմ, որ մենք դեմ ենք։ Պոնամ ջի, աղջիկս։ Մամ, լսիր։ Ով է առանց թերությունների։ Տես, ես էլ թերություն ունեմ։ Կակազում եմ։ Ինձ համար մարդու հոգին ճանաչելը նրա հասակից ավելի կարևոր է։ Իսկ նրան ես կճանաչեմ միայն, եթե հանդիպենք։ Խնդրում եմ, մի քիչ համբերիր, մամ։ Համբերիր, լավ։ Լավ, աղջիկս։ Բայց հանկարծ ճշտապես ու հապշտապ որոշում չկայացնես։ Այո, Ճշտապես։ ամեն ինչ Աստծո ձեռքում է, հայրիկ։ Նա միշտ ճիշտ որոշում է կայացնում։ Դի, ես եմ փաստաբան դառնալու, բայց փաստարկներ բերելուց քեզ հավասարը չկա։ Վերցրեք, խնդրեմ, վերցրեք։ Մենք անպայման կվերցնենք, բայց նախ թույլ տվեք մեր ապագա հարսին նշան տանք։ Նա ինձ առաջին հայացքից շատ դուր եկավ։ Վերցրու անուշիկս։ Շնորհակալ եմ, մորաքույր։ Էլ ինչ մորաքույր, աղջիկս։ Նա արդեն քո մայրն է։ Համարեք, որ մեր համաձայնությունը ստացել եք։ Ճիշտ չէ, Կրիշնական ջի։ Այո, իհարկե։ Բայց նախ թող մեր երեխաները մի քիչ ժամանակ անցկացնեն միասին։ Ճանաչեն իրար, թող շփվեն։ Դիվակար, տղաս, եթե ինչ-որ բան ես ուզում հարցնել Թափկին, հարցրու, մի քաշվիր։ Ոչ, քերի։ Հայրիկ, այդ օրերն անցել են, երբ տղան ու աղջիկն իրար հարց ու փորձ էին անում բոլորի մոտ։ Հիմա նրանք նախընտրում են ժամադրվել։ Ադիտի։ Բայց ճիշտ է ասում, Դիվակար։ आजकल का जमाना इन बच्चों का ही तो है। Դու Թափկին տաճար կտանես։ उमर थपकी मंदिर हुआ हो। Եվ Աստծուն կաղոթեք, եւ իրար մոտիկից ճանաչելու հնարավորություն կունենաք։ Այո, բայց նրանք մենակ
շուտով կերևա, իսկ դուք դեռ ոչ մի բառ չեք փոխանակել։ Այո, ինչով ես սիրում զբաղվել։ Ես կարդալ եմ սիրում։ Իսկ ինչ ես սովորել։ Ես բակալավր եմ, անգլերեն Գրականություն հասկացա։ Լսիր ջիջու, իսկ դու ինչքան ես վաստակում։ कमाते कितना हो Վերցրեք խնդրում եմ։ Որպես մեր բարեկամության նշան։ Այո, շնորհակալություն։ Ներեցեք խնդրում եմ, բայց այս միրգը փչացած է։ Ես չէի կարող չասել։ Դա ինչ կարևոր է։ Մի միրգ է, մեծ բան չէ։ Կրիշնական ջի կան մարդիկ, որոնք ուշադրություն չեն էլ դարձնում բերել ես զամբյուղ թե չէ։ Բայց եթե մի փչացած միրգ են տեսնում, մեծ աղմուկ են բարձրացնում։ Բայց ասեմ, որ դուք այդպիսի թերություն չունեք։ Դուք ուրիշների թերությունն եք թաքցնում։ अपनी थपकी बिटिया Եկեք մեր թափկիի մասին խոսենք։ की कमी है बच्ची में Նա մի փոքրիկ խնդիր ունի, բայց դա մեզ չի խանգարում։ Նրան այդպես էլ կարելի է սիրել։ Ես չհասկացա, թե ինչ եք ասում։ Գիտեք եղբայր, մենք նկատի ունենք, որ թափկիին մեր հարազատ աղջկա պես կվերաբերվենք, բայց ամբողջ աշխարհը հազար ու մի բան կասի։ Նրանց բերանը փակել է պետք։ Ինչ նկատի ունեք։ Եթե հյուրերը գոհ լինեն նվերներից, աչք կփակեն թափկիի ցանկացած թերության վրա։ Լավ է, որ նա ընդամենը մեկն ունի։ Այնպես որ դուք նվերների վրա կենտրոնացեք։ Հասկանում եք, հիմա ոչ ոք արծաթ չի սիրում։ Ոսկին էլ շատ թանկ չէ։ Այնպես որ մտածեք։ Վանական։ Սա իմ ապագա փեսան է։ Այս թելը ձեզ հավիտյան կմիավորի, համերաշխ կպահի։ Նրանք այնքան շատ բան խնդրեցին։ Իսկ դու ոչինչ չասացիր։ Պունամ ջի, մենք պետք է ամբողջ ծախսերը մեզ վրա վերցնենք։
Եթե դա օգուտ է Դիվակարին, նաև մեր աղջկան է օգուտ։ Նա դրանից հետո անհոգ ու երջանիկ կապրի։ Բայց ինչ կլինի, եթե Թափկին իմանա դրա մասին։ Ոչ, ոչ։ Թափկին ոչինչ չպետք է իմանա։ Կրիկետ։ Ոչինչ չեմ տեսնում։ Շատ վատ տեղ է։ Վատն է տեց, բայց լավ է խաղում։ Կրիկետ նայելուց աշխարհում ամեն ինչ մոռանում է։ Ջիջու, դու էլ բարձրացիր, հաճույք կստանաս։ Ոչ, ոչ։ Այստեղ էլ է լավ։ Ջիջու, դու բանի պետք չես։ Դիվակար ջի, այստեղից է լավ է երևում։ Եկեք նայեք։ Լավ ես։ Ջիջու, դու ինձ փրկեցիր, թե չէ հաստատ ոտքս կկոտրեի։ Շնորհակալ եմ։ Նա ով առաջին հայացքից ոչինչի պիտանի չէ, իրականում ծանր պահին օգնության է հասնում։ Դիդի, արի արագ գնանք։ Քեզ ինչ եղավ։ Սիրով նայում է իր խաղը։ Լավ, արի։ Եկեք ռիքշա նստենք։ Լավ։ Ռիքշա։ Ինչու։ Քայլելը լավ է առողջությանը, տունն էլ մոտ է։ Օրական գոնե 4 կիլոմետր քայլել է պետք։ Դա օգնում է մարսողությանը, մազերն էլ լավ են փայլում։ Գնանք։ Բայց կուշանանք։ Ինչ եղավ։ Բնական պահանջ է, մենք պետք է շատ արագ գնանք։ Ռիքշա։ Լավ, ռիքշա։ Արի, գնանք։ Մեզ մինչև հրապարակ տարեք։ Եկաք Դիվակար, մենք էլ քեզ էինք սպասում։ Ամեն ինչ նորմալ է։ Զրուցեցիք։ Կրիշնական ջի, մենք արդեն գնանք։ Մնացածի մասին հեռախոսով կպայմանավորվենք։ Լավ։ Նամաստե։ Նամաստե, գնանք։ Աղջիկս։ Ուսում եմ հավանեցիր Դիվակարին։ Ես կբռնելու։ Լավ ես։ Ջիջու, դու ինձ փրկեցիր, թե չէ հաստատ ոտքս կկոտրեի։ Շնորհակալ եմ։ Այո։ Այ հիմա ես հանգիստ եմ։ Պունամ ջի, նա երջանիկ է։ Քեզ էլ ուրիշ ինչ է պետք։ Աղջիկս լավ է, որ նրան հենց առաջին հանդիպումից հավանեցիր։ Որովհետև մենք այնքան էլ շատ ժամանակ չունենք։ Հենց նոր դրա մասին էինք խոսում։
Եթե 4 օրից ավել սպասենք, աստղերի դասավորությունը կփոխվի ու հարսանիքի համար բարենպաստ ժամանակը բաց կթողնենք։ Բայց այդքան շուտ, ինչու հայրիկ։ Աղջիկս դա բախտ է կոչվում։ Հարսանիք 3 օրից։ Այդպես ավելի արագ գնումներ կանենք։ Լսեք, ես հիմա անհրաժեշտ ամեն բանի ցուցակ կկազմեմ։ Թափքի։ Ես բան հորինեցի Ջիջուի մոտ, որ արագ տուն գնանք, իսկ դու այստեղ խոսելու վրա ժամանակ ես վատնում։ Արդեն համարյա 7-ն է, արագացրու։ Այո, գնանք։ Ես այդ թափքի հետ չեմ ուզում ամուսնանալ։ Դրան տեսեք։ Ինքը կակազում է, բայց ինձ է ծաղրում։ Ինչ։ Այո։ Նա տաճարում սկսեց ծիծաղել վրաս։ Ձեռքս չէր հասնում զանգին։ Նա էլ ծիծաղում էր հասակիս վրա։ Իրականում դու կարճ հասակ ես։ Ելով մեծ կարող ես ամուսնանալ, եթե ոչ թափքի։ Մենք 4 տարվա մեջ թեկուզ մի առաջարկություն ստացել ենք, ու ինչքան ես վաստակում։ Ինչ անենք, որ քիչ է վաստակում, տղաս ոսկի սիրտ ունի։ Իսկ աղջիկը նրա մոտ ոչինչ է։ Նա մի նախադասություն անգամ չի վերջացնում առանց կակազելու։ Հենց դրա համար էլ մեր կյանքում ամեն բան կարգի կգնի։ Այդ կակազելու պատճառով նրա հայրը մեր բոլոր պայմաններն ընդունեց։ Իսկ դու, եթե նոր խանութ ես ուզում բացել, ձենդ կտրիր ու ամուսնացիր նրա հետ, ամոզիր նրան։ Այո, տղաս։ Բայց մամ, ինչև երբ եմ քեզ դայակություն անելու։ Հանգստացեք։ Փառք Աստծո, շուտ, քո շնորհիվ ես այսօրվա դրովի հաղորդումը բաց չեմ թողնի։ Ադդիտին էլ 5 րոպեից կգա։ Այս ինչ է։ Հոսանքը կա։ Սա էլ ժամանակ գտավ փչանալու։ Հույս ունեմ մարդկոցները չեն նստել։ Շուտ, նոր մարդկոցները բեր։ Բեր։ Արագ, արագ, արագ։ Շատ էլ լավ է, որ հեռուստացույցը չի աշխատում։ Երեկորից հարսանիքդ է, իսկ դու դեռ հաղորդում ես ուզում նայել։ Որամջի պետք չէ, թողանեն ինչ ուզում են։ Ոչինչ աղջիկս, մյուս հաղորդումը կնայես։ Ոչ հայրիկ, ես այս հաղորդումը դեռ երբեք բաց չեմ թողել։ Այսօր էլ հաստատ կնայեմ։ Ադիտի, արագ գնա նոթբուքդ բեր, բայց դա քո ինչին է պետք։ Դա ինչպես ենք բոլորս միասին նայելու։ Նախ գնա բեր, շուտ, արագ գնա, մի պրոյեկտոր բեր շարմակ հեռու խանութից։ Արագ գնա։ Մամ, ինձ սպիտակ սավան տուր։ Լավ, արագ։ Բարի երեկո եւ բարի գալուստ։ Ձեր ձայնը միշտ լսելի է։ Դի ինչքան հնարամիտ ես։ Ինչ ազատություններ ունեն այսօրվա մեր տղաներն ու աղջիկները։ Սովորաբար աղջիկները ծնողներից միշտ ավելի մեծ կախում են ունենում։ Նրանք տանը քաջալերանքի ավելի մեծ պահանջ են զգում։ Եթե դուստր ունեք, ուշադիր եղեք նրա նկատմամբ։ Եթե ինչ-որ մտահոգություն ունեք, կապվեք մեզ հետ։ Հաղորդագրություն ուղարկեք։ Մի մտածեք, ուղարկեք ձեր հաղորդագրությունը։ सोचिए और मुझे कॉल कीजिए या फिर एसएमएस कीजिए आपकी स्क्रीन पे दिख रहे नंबर पर। Նորից սկսեց։ Ինչքան փող պետք է ծախսես նրանց հաղորդագրությունների վրա։ Սա ընդամենը 2 ռուպի է, մամ։ 2 ռուպին ինչ է, մամ։ Դե, այս անգամ խնդրիր, որ քեզ հաղորդմանը հյուր կանչի։ Ինչ կասես։ Լսիր, թող մայրիկը հաղորդագրություն գրի։ Դրովն այդ դեպքում մեր տուն հյուր կգա։ Իսկ հիմա եկեք ողջունենք մեր հյուրին։ Բարի գալուստ մեր հաղորդմանը, պարոն քարտուղար։
Դուք էլ դուստրեր ունեք։ Կողմնակից եք, որ նրանք անկախ ու ինքնուրույն լինեն։ इसको सपोर्ट नहीं करते कोई खास वजह Ինչ լավն է։ Մամ, արա գարի։ Տես թե ինչ հարց է տվել քարտուղարին։ Այս աղջիկը գժվում է Դրովի հաղորդման համար։ Եթե նույնիսկ աշխարհը շուռ գա, նա էլի իր հաղորդումը գնայի։ फिर मिलेंगे Ես կվերադառնամ նոր ջուրով, նոր հարցով, նոր ճշմարտությամբ։ Իսկ մինչ այդ բարի գիշեր։ Դիդի, ինչ լավ ես խոսում։ Դրովից պակասը չես։ Լրիր։ Նա ուր ես ուր։ Թափքի։ Տես։ Այս թելը վանականն էր կապել, չէ՞։ Ինչպես է փոկվել։ Չգիտեմ, մամ։ Ուշադիր պետք է լինել։ Լավ չէ նման բաներն աչքա թողանել։ Մամ, ամեն ինչ մի բարդացրու, ինչ անենք։ Թելը փոկվել է։ Ես նորից կկապեմ։ Ահա, կապեցի։ Գոհ ես, վերջ։ Մորդ գոհացնելն այնքան էլ հեշտ չէ, աղջիկս։ Ես ամենայն դեպս 25 տարի փորձել եմ։ Գուցե մի օր ձեզնից մեկին մի բան հաջողվի, ինչ իմանաս։ Այսօր օրվա երկրորդ կեսին վարչապետ Նարենդրա Մոդին ընդունել է հերթական արտասահմանյան պատվիրակությանը։ Նրա հետ քերի չի ստացվում։ Երբ մի նոր տեղ ես գնում կամ նոր մարդկանց հետ ես ծանոթանում, ավելի հաճախ ես կակազում, չէ՞։ Քեզ ազատ գա։ Շատ մի լարվիր։ Ու կտեսնես, որ կամաց այդ վիճակդ կանցնի։ Վստահ եք։ Իհարկե։ Դե հիմա մի ուրիշ հոդված կարդա։ Լավ։ Թափքի։ Բժիշկ, հույս ունեմ պարապմունքն ավարտեցիք։ Մենք նրա նշանածի հետ հանդիպման պետք է գնանք։ Մամ, քիչ հետո կգնանք։ 5 րոպե ժամանակ էլ դուր։ Ես դեռ չեմ ավարտել։ Դա վաղն էլ կարող ես անել։ Արագ գնա, պատրաստվիր։ Բայց ես արդեն հագնվել եմ, մամ։ Գնա, տես քույրդ պատրաստ է թե ոչ։ Շտապիր, գնա։ Բժիշկ, վաղը կշարունակեք։ Իհարկե, նամաստե։ Պունամջի, արագացրու։ Պատրաստ ես։ Այո, պատրաստ եմ։ Գնանք։ Երեխաներն ուր են։ Դրամապանակդ վերցրել ես։ Հա, վերցրել եմ։ Լսիր, դրա մեջ այնքան 500 ռուպիանոցներ եմ դրել։ Այո, լավ է։ Դե, գնանք։ Այո։ Ադիտի, Թափքի, մայրիկ, Թափքի արի։ Մամ, դուք գնացեք։ Ես ու Ադիտին 5 րոպեից կգանք։ Եթե ձեզ այստեղ թողնենք, դուք 2 ժամից նոր տնից դուրս կգաք։ Արագ տես պատրաստ է թե ոչ։ Արագացրեք, եկեք։ Դիդի։ Այս հայտարարությունը տեսել ես։ Այդ ինչ է։ Դրովի հաղորդման համար աշխատողներ են փնտրում։ Տեսնում ես։ Այո։ Ինչ ես ցույց տալիս նրան։ Այդ մարդիկ մեզ են սպասում։ Իսկ դու նրան անիմաստ բաներ ես ցույց տալիս։ Ադիտի, գալիս ես, թե ես գամ։ Այդ ինչ էր ցույց տալիս քրոջդ։ Պոնամջի, դու արի, մինչև գան մենք մեքենա կգտնենք։ Այո, դու էլ արի մեզ հետ։ Ոչ, խնդրում եմ, ես դիդիի հետ կգամ, խնդրում եմ։ Աստված իմ, այս տան ինձ ոչ ոք չի լսում։ Լավ, արագացրու։ Ադիտի, շտապիր, մայրիկն ու հայրիկն արդեն գնացին։ Ինչ վատն ես։ Մի բան առաջարկիր, որ հագնեմ։ Դի, դու շորից շատ կոշիկ ունես։ Բայց էլի չգիտես, թե ինչ հագնես։ Ես կոշիկներ շատ եմ սիրում։ Երբ խանութ եմ գնում, մի զույգ անպայման գնում եմ։ Դրա համար էլ երբեք ընտրել չեմ կարողանում։
Դե ասա, որը հագնեմ։ Կասես։ Կասես։ Սրանք։ Դու սրանք շատ ես սիրում։ Քեզ էլ անչափ սազում են։ Ճիշտ է։ Դրաս էցրու խմիր։ Չեմ ուզում։ Բեղերիս է կսվում։ Նա միայն իր բեղերի մասին է մտածում։ Ինձ դուր, ես կխմեմ։ Բայց սպասիր։ Ինչու ենք հիմա սկսել։ Եկեք սպասենք, թող գան, հետո հանգիստ միասին կուտենք։ Եվ զգույշ եղեք, հանկարծ ոչ մի ռուփի գրպաններից չհանեք։ Նրանք համաձայնել են բոլոր ծախսերն իրենց վրա վերցնել։ Ուրեմն թող վճարեն։ Ահա նրանք, տես։ Նամաստե։ Հուսով եմ չենք ուշացել։ Չէ, մենք 10 րոպե առաջ ենք եկել։ Ողջ եղիր աղջիկս, ողջ եղիր։ Այսօրվա բարձրակրունկ հագած հարցները շատ պետք է կրանան օրհնություն ստանալու համար։ Ողջ եղիր։ Կրիշնականջի, ժամանակ չկա, դրա համար էլ ձեզ այստեղ ենք կանչել, որ զրուցենք։ Ինչև կգայինք, մենք մեզ թույլ տվեցինք Անուշեղեն համտեսել։ Խնամի շատ լավ եք արել։ Լավ, եկեք դուք էլ համտես արեք։ Շատ լավ։ Նաթում ես համտեսի համար մի քանի բան տուր։ Շատ լավ բաներ կան։ Ամեն ինչ էլ ցույց տուր։ Տեսեք։ Մամ, ես այն դեղիներից եմ ուզում։ Լռիր։ Թողուտի, Նաթու այն դեղինից տուր նրան։ Ար, վերցրու տղաս։ Սա լրիվ քոնն է։ Լսիր, շուտ։ Ջիջու, արի այստեղ։ Դուք էլ վերցրեք։ Ոչ, ես չեմ ուզում։ Գոնե մի քիչ փորձեք։ Ոչ, ես քաղցրավենիք չեմ ուտում։ Ինչու՞։ Դիետա ես պահում։ Բայց բոլորովին չի երևում։ Ձեզ համար սառն ըմպելիք բերեմ։ Ոչ, բեղերիս չեմ խմում։ Լավ, երբ որ ախորժակ ունենաք, մի բան կերեք, լավ։ Իհարկե։ Պատվեր ընդունիր։ Ամեն մի տուփը պետք է կես կիլոգրամ լինի։ Եվ լավ կփաթեթավորեք։ 75 տուփ անգուրի պետա, 75 տուփ լադու, 100 տուփ կեսար բարֆի, 10 տուփ էլ ռասմալայ։ Դա մենք պետք է հարևաններին բաժանենք։ լավ, 10 տուփ էլ ռասմալայի, 50 տուփ կաջու, 50 տուփ կեսար պետա, 60 տուփ անջիր, 50 տուփ էլ կալա ջամուն։ Կարծում եմ հերիք է, չէ։ Այո, իհարկե, խնամի, լրիվ հերիք է։ Լավ։ 30,500։ Կարող եք անխավճար թողնել։ Դա նրան տվեք։ Վերցրեք, եղբայր։ Այո, ինձ տվեք։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։